Պարոն նախ ցավակցում ենք տեսեք օրեր առաջ Երևանի պետական համալսարանում ասացիք, որ թուրիզմը միջանցք չէ, ճանապարհ է, հնարավոր է առաջիկայում Ամերիկայի այս հարձակումից հետո որոշման վերանայում լինի։ جناب ثابت تسلیت ما رو بپذیریم. شما توی جلسه که چند روز پیش توی دانشگاه دولتی ایران داشتید فرمودین که تریپ یک کوریدور نیست و یک مسیر هستش. با توجه به تحولاتی که الان داره رخ میده آیا ممکنه که موضع ایران نسبت به این موضوع تغییر پیدا بکنه؟ Միացյալ Նահանգների այս հարձակումից հետո Իրանը հնարավոր է ռիսկեր տեսնի մտահոգություններ ունենա Հայաստանի տարածքում Միացյալ Նահանգների ներկայությունից։ و بعد از این تجاوز آمریکا آیا ممکنه که برای ایران این نگرانی به وجود اومده باشه که ارمنستان هم به جایی برای استقرار پایگاه نظامی آمریکا تبدیل بشه؟ Եվ եւս մեկ հարցար Իրանի հաղթանակի կամ ասած մի արհեստապահության դեպքում ինչ էական փոփոխություններ կլինեն տարածաշրջանում հարավային Կովկասում։ و سوال آخر این که در صورت پیروزی ایران و خدای نکرده شکست ایران چه تغییر تحولاتی در منطقه قفقاز جنوبی ممکنه شکل بگیره؟ در مورد بحث کوریدور یا مسیر فکر می‌کنم فهم ما و فهم ارمنستان مشترک است. Կապված այն հարցի հետ, թե արդյոք սա միջանցք է, թե պարզապես ուղի, կարծում եմ, որ մեր տեսակետը Հայաստանի Հանրապետության տեսակետի հետ մեկն է։ اون مفهوم کوریدور که مدتی برخی دنبال می‌کردن ناظر به بعضی از ابعاد حاکمیتی نقض کننده حاکمیت ارمنستان بود. بنابراین ارمنستان مفهوم کوریدور رو قبول نداشت. ما هم نداشتیم. Միջանցքի այդ գաղափարը, որ որոշների կողմից հետամուտ էր լինում, այդ գաղափարը ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը որ Հայաստանի համար ընդունելի չէին եւ նաեւ Իրանի համար ընդունելի չէին։ حالا یه اسم جعلی هم براش ایجاد شده بود به عنوان کوریدور زنگزور که ایران باطلانه ایستاد گفت هیچ تغییر ژئوپلیتیکی و حاکمیتی رو ما تحمل نمی‌کنیم در اینجا. Մի արհեստական անուն էլ դրա համար ներկայացվել էր Զանգեզուրի միջանցք, որի վերաբերյալ Իրանը վճռականորեն հայտարարել էր, որ ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն, ինչպես նաև ինքնիշխանության հարցում որևէ փոփոխություն Իրանը չի հանդուրժի։ رهبر معظم ما که ما امروز در فقدان اون به سوق نشسته‌ایم ایشون جملاتی رو داشت با باطلیت در همین مورد و در حفاظت و حراست از تمامیت ارضی ارمنستان. Եվ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը, ում կորուստը մենք այսօր սգում ենք, նա ուներ բազմաթիվ հայտնի խոսքեր, որոնք որ քննադատում էին հենց այդ ստեղծված արհեստացին գաղափարը։ مسیر علالرسول جایی هست که محل عبور و بالاخره مرور کالا و بالاخره وسیله نقلیه هست. Ուղին կամ ճանապարհը դա մի ուղղություն է, որ օգտագործում է մարդկանց ապրանքների տեղաշարժի համար։ در مورد اینکه ما نگرانی داشته باشیم با توجه به روابط امریکا و ارمنستان ببینید راجع به مسیر تریپ همواره ما با مقامات ارمنستانی در گفتگو بودیم. Կապված այն բանի հետ, թե արդյոք ունենք մտահոգություններ մենք Հայաստանի եւ Ամերիկայի հարաբերությունների համատեքստում, հենց նույն trip ուղղության հետ կապված մենք մշտապես քննարկումներ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ։ تأکید داشتیم که به هر حال اعتماد متقابل بین رهبران دو کشور وجود داره و ما انتظار داریم که این مسیر که به هر حال میتونه یک کمک مواصلاتی در منطقه قفقاز جنوبی بکنه هرگز منبعی برای سوء استفاده دیگران تبدیل نشه. Եվ մենք մշտապես այդ քննարկումների ժամանակ ընդգծում էինք, որ մենք պետք է շարժվենք ըստ երկու երկրների ղեկավարների նախանշած ուղղության եւ այս ուղղությունը, այս ճանապարհը, որը հաղորդակցային տեսանկյունից հնարավոր է Հայաստանի համար հնարավորություններ ստեղծի, ոչ մի դեպքում չպետք է դառնա աղբյուր, չպետք է դառնա գործիք օտարների կողմից Իրանի դեմ օգտագործվելու հարցում։ و تأکید کردیم که ابتکار چهارراه صلح اگر منافع ارمنستان رو تأمین بکنه ما ازش حمایت میکنیم. Նաև մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը խաղաղության խաչմերուկ կոչվող նախագծից, եթե այն կարող է ապահովել Հայաստանի շահերը։ مقامات ارمنستانی همیشه به ما گفتن که ما به شما اطمینان میدیم که هرگز این مسیر ابعاد امنیتی و ابعاد نظامی پیدا نخواهد کرد.
Եվ Հայաստանի իշխանությունները մեզ մշտապես հավաստիացնում էին, որ ոչ մի պարագայում այս ուղին, այս ճանապարհը ռազմական եւ անվտանգային, այսպես ասած, իմաստ չի ստանա։ و حاکمیت ارمنستان در اونجا استیلا خواهد داشت. Եվ Հայաստանի ինքնիշխանությունը այդ ճանապարհին, այդ ուղղության վրա կպահպանվի։ بنابراین فعلا نمیخوایم و نمیتونیم گمان زنی بکنیم که آیا امریکا نیتی داره یا نداره. Ոստի մենք չենք ցանկանում այս պահին ընկնել այդ գուշակումների մեջ, թե գուշակությունների մեջ, թե արդյոք Ամերիկան ունի նման պլաններ, թե չէ։ بس بر اعتمادی هست که بین ما و ارمنستان وجود داره. Մեր եւ Հայաստանի միջև վստահություն կա եւ այն գոյություն ունի։ در مورد سوالی که کردید که اگر ایران در این جنگ آسیب ببینه تغییر و تحولات در منطقه چه خواهد بود، اگر بخوام اینجا به عنوان نه سفیر بلکه به عنوان یه تحلیلگر صرفا بخوام اظهار نظر بکنم، تضعیف ایران در این منطقه یا خدای نکرده شکست ایران در این منطقه می شود گفت که برای ارمنستان بسیار بسیار مضر خواهد بود. Եվ նաև կապված այն հարցի հետ, թե ինչ վնաս կարող է կրել Իրանը այս պատերազմի արդյունքում, պատերազմի հետևանքով, ցանկանում եմ այստեղ ներկայացնել իմ տեսակետը ոչ թե որպես դեսպանի, այլ որպես վերմի վերլուծաբանի, եւ ես վստահացած եմ, որ Իրանի թուլացումը եւ Աստված չանի Իրանի պարտությունը վնասակար է, նաև վնաս է հասցնելու նաև Հայաստանին։ چون بر شما پوشیده نیست و هیچ کس هم پوشیده نیست که بعضی از مطامع تاریخی سرزمینی نسبت به ارمنستان به هر حال هرچند به شکل زیر آتش زیر خاکستر و پنهان وجود داره. Եվ կարծում եմ, որ որևէ մեկի համար այստեղ գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ արկա որոշների նկարտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիների տակ թաքնված գրագի նման է, այսինքն կիսամարված վիճակում է, սակայն դրանք դեռ արկա են։ و به همین خاطر است ما تاکید داریم ارمنستان قوی خواسته قوی است. Եվ ըստ այդմ էլ մենք մեր սրտի ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ պետություն։ انشالله ایران هرگز در این جنگ شکست نخواهد خورد و هیچ آسیبی هم به ارمنستان هرگز نخواهد رسید. Աստված վկա եւ Աստված մեզ օգնական, որպեսզի եւ այս պատերազմում Իրանը երբեք պարտություն չի կրի եւ Հայաստանն էլ դրա հետևանքով որևէ վնաս չի կրի։ صلح و امنیت در این منطقه به نفع همه ماست. Այս մեր տարածաշրջանում խաղաղությունը եւ անվտանգությունը ձեռնտու է եւ շահեկան է բոլորի համար։ و امیدواریم که صلح در منطقه قفقاز جنوبی با کنار گذاشتن بعضی از مطامع تاریخی به معنای واقعی برقرار بشه در خدمت توسعه منطقه و رفاه منطقه. Եվ մենք հուսով ենք, որ խաղաղությունը Հարավային Կովկասում ի հեճուկս պատմական որոշ տարաձայնությունների կպահպանվի եւ դա ձեռնտու կլինի, իշահ կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին։ و ما حتما از صلح در منطقه حتما استقبال کرده و میکنیم حمایت کنیم. Եվ մենք իհարկե աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։